Արա 30 տարի խաբել են հայոց ազգին։ Ժողովուրդ հասկանում եք 30 տարվա միֆ։ Ղարաբաղի հարցը լուծվելու է, հանրաքվե եւ այլն, վիդեոն մաքսիմալ տարածեք, միասին այս ամեն ինչ հասկանում ենք։ 90-ականներից մինչև 18 թվականը բոլոր պայմանավորվածություններում ու պայմանագրերում կա ընդամենը մեկ կետ։ Ուսած հավալի է ժողովուրդ ջան, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ ու առանձին պետություն ու առհասարակ լինել նույնիսկ Հայաստանի կազմում։ Արհեստականորեն պահեցին Ղարաբաղը 30 տարի ու այդ ընթացքում ինչքան առյուծ տղերք զոհվեցին։ Ու իրանք այդ ընթացքում ինչ էին անում, ժողովրդի ներսում պրոպագանդա էին անում, ասում էին լավ ալելու սա ժողովուրդ ջան, հանրաքվե ալելու, ձեռ եք առնում, ինչ հանրաքվե եղնելու, ասում էին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մասնակցելու այդ հանրաքվեին եւ այլն, ձեռ եք առնում։ Ղարաբաղի ժողովուրդն էր մասնակցելու ու Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդը այդ հանրաքվեին, ու ինչ էր եղնելու այդ ժամանակ։ Փաստաթղթերը կարդում եմ, նայում եմ, ժողովուրդ դուք եք կարակ կարդաք, պաշտոնական կայքերում գցած է։ Հասկացեք մեկ բան ժողովուրդ ջան, 16 թվականից արդեն Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ ոչ մի բան էլ չի կարա անի։ Ռուսաստանը, Կրեմլը սառեցնում էր ամեն ինչ, Ալիևը սպասում էր ու ավելի սպասում։ 18 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ամեն բան փոխվեց։ Նախ Կրեմլից հասկացան, որ այս իշխանությունները փողի մեռած չեն, ու հետո Ադրբեջանից էլ հասկացան, որ էլ այդ սխեման չի աշխատելու։ Պարոն Փաշինյանը միջև վերջ պայքարել է Ղարաբաղի համար։ Կարդացեք յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր սկզբունք։ Սաղ տեղերում ցավով եմ ասում ժողովուրդ ջան, բայց Ղարաբաղը մեկը հայտնվելու է Ադրբեջանի կազմում յուրաքանչյուր սխեմայով։ Ես ուղղակի մի բան կասեմ ու այս տեսանյութը կավարտենք դրանով։ Դրանք այլևս իշխանության գալու իրավունք չունեն, որովհետև սարքել էին ամբողջ Հայաստանը առևտրի կենտրոն։ Իրանց ինչ հետաքրքիր էր այդ բան, վեր են ունում, ծախում են ու ուր գիտեր ուր ա մտնում այդ փողերը։ Չնայած ես գիտեմ ուր ա մտնում, դուք եք գիտեիք ուր էր մտնում, սաղս էլ տենում էինք։ Ու ամենակարևորը ժողովուրդ ջան, որ նույնիսկ պարոն Փաշինյանն էլ խոսեց ու շատերն է խոսեցին ու մենք բոլորս էլ գիտենք ժողովուրդ ջան 2018 թվականին նույն Սերժ Սարգսյանը պարզ գիտակցում էր ինչ ա լինելու, դրա համար էլ եղավ այն ինչ եղավ։ Ու Նիկոլ Փաշինյանի վրա ավելորդ ցեղ շպրտելուց առաջ մի հատ շուռ եկեք տեսեք 30 տարի ինչ են արել Հայաստանը, հետո նոր Փաշինյանին 20 թվականին ասել է ու միջև հիմա էլ իմ խոսքի տերն եմ։ Կերավ Քոչարյանն ու Սերժը հաշիվը փակեց Նիկոլ Փաշինյանը։